Մեր այսքան տարվա պահանջը, պայքարը հանուն արդարության է, որ պետքա դավաճանը պատժի։ Մենք ասել ենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ գումար ենք ուզում, ոչինչ չենք ուզում, միայն արդարություն։ Դատախազություն ու պահանջենք մեղավորների պատիժը։ Այո, միայն ոչ իրա։ Ինքը եւ նրանք, ովքեր իր հետ միասին մեղավոր են այս ամեն ինչի։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրություններին, մենք մշտապես կանգնած ենք եղել իրական ընդդիմության կողքը։ Ափսոս արդեն ծնողները քիչ են, թե չէ մենք ինքներս կմասնակցեինք ընտրություններին։ Ափսոս։ Այլ ինչ ասեմ, ասեք, հարց տվեք, ասեմ։ Եվ երբ սպառնում են պատերազմով, երբ ասում են, որ հիմա խաղաղություն է, չեք տեսնում խաղաղություն են բերել եւ այլ, բայց մոռանում են, թե այդ արհավիրքը ում ժամանակահատվածում, հա, եղավ եւ այդ հազարավոր Ես չգիտեմ ով է մոռանում, մենք չենք մոռանում, որ 4 պատերազմով են անցել այս 8 տարիների ընթացքում ու այդ պատերազմով սպառնումա դրա տակ Այսինքն ես տեսնում եմ, եթե ես ընտրվեմ, պատերազմ չի լինի, Հայաստանի դռները կբացեմ ձեր առաջ, իսկ եթե ես չընտրվեմ, ջարդելով վերցրեք։ Ժողովրդին վախեցնում է սպառնալիքով։ Այսինքն ստացվում է Ալիևը այս ամբողջ քաղաքական պայմանավորվածություն կա, պարզից էլ պարզա, որ պայմանավորվածություն կա Ալիևի հետ։ Չէ, ես նկատի ունեմ ստացվում է, եթե նույնիսկ ժողովուրդը այդ խաղաղության ետևից թվացial գնա, ստացվում է, որ այստեղ որոշումները կայացնում է Ալիևը, հա։ Այո, միանշանակ դրանում կասկած կա։ Մինչև օրս քայլերը դա են ապացուցել։ Այո, միանշանակ։ Ինչ է նշանակում մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալիևը չէր ասել։ Էրդողանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը երբևիցե չի եղել Հայաստանի կազմում կամ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Այն ծնող դուք լինելով այն ծնողներից մեկը, ում որդիները զոհվել են Արցախում, ինչ կասեք այս մասին եւ օկուպանտ էին արդյոք այն մարդիկ, ովքեր գտնվում էին Արցախի տարածքում, երբ որ նշում է, որ Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում, ուղղակի մեզնից թաքցրել են։ Նիկոլ Փաշինյանը այնքան լպրծուն է, որ ինքն էր ասում Արցախը Հայաստան է։ Այսինքն այս երեխեքը զորակոչվել են իր օրոք, չէ՞։ Իր օրոք են զորակոչվել։ Ինքն է այս երեխեքին օկուպացիայի ենթարկել։